Ողջույն։ 3 նոյեմբերի 9-ն էր 44-օրյա պատերազմի ավարտի 5-ամյա տարելիցը։ Բաքվում շուքով պարադ էր Հայաստանում եկեղեցու բռնազավթման հերթական փորձը։ 44-օրյա պատերազմի տարելիցը հերթական առիթն է պատերազմը սխալները վերլուծելու, դասեր քաղելու համար, ինչը բացարձակ չեն անում այդ սխալները գործածները։ Նոյեմբերի 9-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի հարցազրույցը, որում հերթական անգամ ներկայացվում էին իշխանության պատերազմի ժամանակ, դրանից առաջ ու հետո եւ հիմա թույլ տրվող գործողությունները, դիտմամբ կամ անգիտակցաբար արվող սխալները։ Ծիծաղելի էին քպականների արձագանքներն ու, այսպես ասած, հիշողությունների հրապարակումները այդ օրերի մասին, որոնք ավելի շուտ վերահաստատում էին այդ սխալները, քան հերքում։ Եկեք հերթով անդրադառնանք։ Վերջին 5 տարում հանրության մոտ հիմնական հարցադրումներից մեկը հետևյալն է. լավ, այս ամենը մեր գլխին Նիկոլ Փաշինյանը բերեց դիտմամբ, թե անգրագիտության արդյունքում, թելադրված էր, թե չգիտեին ինչպես կառավարել։ Ռոբերտ Քոչարյանը օրինակ փաստերը հիշեցնում, որոնք նորություն չեն, բայց պրագմատիկ վերլուծությամբ օգնում են այս հարցերի պատասխանը գտնել։ Սկսում է նախապատերազմական շրջանից, օրինակ, ինչու է Փաշինյանը հրաժարվել բանակցել 2019 թվականին ներկայացված բանակցային առաջարկների շուրջ։ Չէ՞ որ բանակցություններից հրաժարումը հենց այլ ելք չի թողնում թշնամուն, քան պատերազմ սկսելն է։ Դիտմամբ է արել, խելքը չէր հերիքում, հանձնարարական կար, հարց է առաջանում։ Էլի հարց. ինչու եւ ինչպես տեղի ունեցան 2020 թվականի հուլիսյան դեպքերը Տավուշում, երբ 1-2 դիրք առաջ տվեցին ու դա հրապարակայնորեն համարվեցին Հայաստանի պատմության ամենահերոսական էջը։ Մեդալներ բաժանեցին աջ ու ձախ, բորբոքեցին Ադրբեջանին այն աստիճանի, որ անգամ բողոքի քաղաքացիական բախումներ տեղի ունեցան Բաքվում։ Թե այս հայերը էլի մեզ պարտության են մատնում։ Նախորդ 20-30 տարիներին տասնյակ, գուցե հարյուրավոր են եղել նման դեպքեր, բայց հանրությունը բավական ուշ է իմացել դրանց մասին։ Իշխանությունն էլ չի ֆետիշացրել, աչոք չի հավաքել, հասկանալով, որ չունենք կարիք գոռալու, որ մենք հաղթողն ենք։ Մենք իրապես այդպիսին էինք, ու Ադրբեջանից այլ բան չէինք ուզում, քան ճանաչել մերը որպես մերը։ Հակառակ պարագայում դու գլուխ ես գովում ամեն անգամ, իսկ նրանք զինվում ու պատրաստվում էին առիթը բաց չթողնելու համար։ Պետք է չէ հասկանալ, ինչի համար սա արվեց, դիտմամբ, չէ որ բոլորը այդ ամենը շատ լավ հասկանում էին, այն որ ասում են, այդ ում երեխու կյանքի հաշվին եք գլուխ գովում։ Կամ Արցախը Հայաստանը եւ վերջ արտահայտության իմաստը որն էր, բացի գլուխ գովան Պարծենկոտի հերթական գոռոցից։ Էլի հարցնեմ, ում երեխու կյանքի հաշվին էիր դա գոռում համայն աշխարհի ականջների համար։ Եթե մոռացել եք, բացատրեմ, երբ դու հրաժարվում ես բանակցելուց, ասում ես զրոյացնում ես բանակցային գործընթացը, այսինքն հրաժարվում ես բանակցել, հետո մի հատ էլ կանգնում ու ասում ես Արցախը Հայաստանը եւ վերջ, այս սաղ աշխարհն էլ եւ առաջին հերթին Ադրբեջանը ասում են, բա դե էլ ինչ ենք բանակցում տարիներով, ուրեմն միակ տարբերակը դարձյալ պատերազմն է ու սկսում է ակտիվ պատրաստվել պատերազմով հարցը լուծելուն։ Այդ բանակցությունները մեզ էին պետք, Ադրբեջանին պետք չէին։ Նրանց ստիպել են, որ նստի բանակցությունների սեղանին, որ պատերազմ չլինի։ Իսկ մեզ պետք էր բանակցել, անգամ անվերջանալի, որովհետև մենք մեր հարցը արդեն լուծել էինք 90-ականներին, վերադարձրել էինք ու զարգանում էին երկրորդ հայկական պետությունը։ Հետևաբար կրկնվեմ, մեզ էր պետք, որ բանակցեինք, իրենց այն գլխից էլ պետք չի եղել։ Այդպիսի բաներ էր հնչեցնում Քոչարյանը, որոնք իրար միացան եւ պատերազմի բերեցին։ Դրանցից է նաև ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հատուկ փչացնելը, դիտմամբ էին անում, որ պատերազմի ժամանակ մենակ մնանք, խելքներին չէր հասնում, թե կառավարման պունկտներ ուրիշ տեղ, ինչպես ասում է նախկին նախագահը։ Դրան գումարած էլ երկիրը ներսից պառակտելը, սև ու սպիտակի բաժանելը արվում էր, որ ինչ լինենք, ուժեղանանք, թուլացնելու համար էր չէ արվում։ Բանակի քանդումը, հրամանատարներին վարկաբեկելու, մարտական կադրերը փոխելու միջոցով։ Երկրորդ նախագահը այս ամենը թվարկում է ու թվում է, որ
այսքան սխալները մի քիչ դժվար է տգիտությանը, վատ կառավարմանը վերագրել։ Ու հələ սրանք հրապարակային բաներն են, իսկ կուլիսներում ինչեր են եղել, ինչ որոշումներ, ում ինչ տեղեկություն են տվել, ում որ հանձնարարություններն են կատարել, որ բերել են այս վիճակին։ Ու այս վիճակով մենք մտել ենք պատերազմի մեջ։ Իսկ պատերազմի ժամանակ ճիշտ է կառավարվել։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, պատերազմի երկրորդ օրը գնացել է Արցախ, տեսել է ինչ է կատարվում ու արդեն երրորդ օրը համոզված էր, որ այդ պատերազմը բարդության են տանում եւ իսկույն առաջարկել է գտնել հնարավորություն պատերազմը դադարեցնելու համար, որովհետեւ քայլեր էին անում, որոնք տանում էին ավելի լուրջ բարդության, ինչին էլ որ հասցրեցին։ Իսկ ինչ քայլեր էին դրանք, որոնք բերեցին այս աղետին։ Մեկը բանակի կառավարումն էր։ Նախագահ Քոչարյանը նշում է, որ 2018-ից բանակի առանցքային պաշտոններում նշանակվել էին պատերազմի հետ կապ չունեցող մարդիկ։ Գլխավոր պայմանը եղել է իրեն հավատարմությունը։ Գիտեք, երբ Նիկոլի կադրային քաղաքականությունը նայում ենք, ամենտեղ է այդպես է նաև մինչ հիմա։ Եթե սրանց նպատակ արհեստավարժ կառավարության ունենալը լիներ, Սուրեն Պապիկյանը կլիներ պաշտպանության նախարար կամ նրանից առաջ Արշակն ու Վաղարշակը։ Բոլոր մյուս ոլորտները նայեք էկոնոմիկայից մինչև առողջապահություն։ Դուք այդ մարդկանց ինչ կվստահեիք։ Իսկ սրանք պետություն են վստահել։ Այն ինչ կատարվում է հիմա եկեղեցու հետ, նույն տրամաբանության մեջ, չէ՞։ Ինձ հավատարիմ ես, անգամ կարգալույց կլինես իմ հովանավորյալը։ Ինձ դեմ ես, անգամ կաթողիկոս կլինես իմ կողմից մերժված եւ ամբողջ պետության համակարգերը գրոհելով կգան վրատ։ Ինձ լոյալ ես, կլինես իմ սեղանի գործարարը։ Ինձ դեմ ես, կլինես բանտում։ Եվ ուրեմն կադրային քաղաքականությունը պատերազմի ձախողման պատճառներից մեկն էր։ Մյուս պատճառը մոբիլիզացիան էր, որը նախագահ Քոչարյանը համարում է խայտառակ, ասում է ավելի լավ է չանեին։ Մարդկանց հավաքում էին ու անմիջապես ուղարկում առաջին գիծ, առանց փորձելու, սովորեցնելու, ներդաշնակացնելու միմյանց։ Կանոնավոր բանակին փոխարինել էին 21-րդ դարի ինքնակոչ ֆիդայիները։ Ազգային ժողովի ԿՊԱ-ական փոխոսնակ այսօր մի հատ գրառում է անում ու հաստատում է այդ սխալ կառավարումը։ Ասում է, պատերազմի ժամանակ մտա կառավարության շենք, ՊՊՑ աշխատողներ չկային, ախրանա չկար, 2 հոգի էին, հարցրեցի պարոն վարչապետ, ուր են, ասաց ՊՊՑ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք։ Իբր տեսեք, ինչ վիճակ էր, վարչապետն էլ իր ախրանիկներին է ուղարկել ռազմաճակատ։ Ու սրանք գլուխ են գովում, դա համարում են ճիշտ կամ հերոսական քայլ։ Կանոնավոր բանակ ունենալու պարագայում ՊՊՑ ծառայողը ինչ գործ ուներ Սյունիքում։ Իսկ անգամ բանակում չծառայած Նիկոլը, ով էր, որ պետք է որոշեր, ով որտեղ գնա կռվի։ Ուզում են ցույց տալ, թե իբր իրենց անվտանգության մասին չէին մտածում, ախրանային ուղարկում էին պատերազմ, լուրջ, բա որ անվտանգության մասին չէիք մտածում ձեր, բայց ով էր բունկերներից դուրս չէր գալիս։ Կամ այդ որ Ալենը, Արարատ Միրզոյանը, Ավինյանը կամ մյուսը գնացել էիք հրամանատարական շտաբ։ Այդ որ մեկ դեր պատերազմից բան հասկանում, որ այդ պատմությունը արդեն իսկ ցույց է տալիս ձեր ոչ կոմպետենտությունը, ես կասեի հանցավոր տգիտությունը, որը հերոսության դրսևորում եք ներկայացնում։ Պարտության մյուս գործոններից մեկը սուտն էր։ Մեր դեպքում պատերազմի վատ հետևանքների, շոկի պատճառն էր սուտը։ Երկրորդ նախագահն ասում է ամեն օր նահանջել է բանակը, բայց Նիկոլ արծրունները այստեղ տպավորություն էին ստեղծում, թե Գետաշենը հետ ենք բերում։ Ստել են նրանք 44 օր ու մարդկանց բթացնելու համար հորինել են հաղթելու ենք կարգախոսը։ Այսօր փորձում են փախչել այդ կարգախոսից իրենց։ Ալեն Սիմոնյանն ասում է Նիկոլը զանգեց, ասաց ով է դրել շրջանառության մեջ հաղթելու ենք, դա վատն է, պարտվողական է։ Ես չգիտեմ ով է դրել, բայց ով էր կոչանում, գիտենք բոլորս։ Ձեր սոցցանցերի պրոֆիլները դրանով են։ Ստերի չեմպիոն արծրունը ինչու էր րոպեն 1 դրանով գրառում անում։ Նիկոլ Փաշինյանը ամեն օր ուղերձ էր տարածում եւ ասում մենք անպայման կհաղթենք։ Դուք չէիք նահանջի ֆոնին գրում հեսա լավ լուր կլսենք։ Չեմ ասում որ անակնկալ լինի։ Նիկոլը չէր ասում հենց հիմա դրվում է մեր բանակի հաղթանակի հիմքը ու հերթական կամավորականների շարասյունները ուղարկում էր մսաղած։
Դուք տեղեկատվության տարածման վրա սահմանափակում եք դրել, մեզ լռեցնում եք ու խաբում եք պետական մակարդակով։ Մենք մի հատ հրապարակում արեցինք Արցախում ինչ է կատարվում, 10 հատ քրեական գործ սարքեցիք, սահմանափակել էիք ու խաբում էիք։ Նախագահ Քոչյանը նշում է, ու ոչ մեկիս էլ գաղտնիք չէր, որ սպայկայի ֆուրերի մեջ էին հավաքում դիերը ու չէին բերում, որ սուտը չբացահայտվի։ Ադրբեջանը հոկտեմբերի 18-ին գրել էր, առաջարկել ենք զոհերի դիերը հանձնել Տավուշի հետ սահմանին, հրաժարվել է հայկական կողմը։ Հիմա այդ մեծ սուտը թելադրված էի քանում, թե չհասկանալով։ Պարտության մյուս ամենակարևոր պատճառներից մեկը, որի մասին խոսում է երկրորդ նախագահը, վերաբերում է պատերազմը դադարեցնելու առաջարկի մերժմանը։ Հոկտեմբերի 18-19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը համոզում է դադարեցնել։ Ալիևը համաձայնում է, Փաշինյանը ոչ։ Երկրորդ նախագահն ասում է, ինձ համար ամենաանհասկանալին սա է։ Ոնց կարող ես մերժել պատերազմը դադարեցնելու առաջարկը, եթե ամեն օր ես նահանջում։ Գլխավոր շտաբը եթե զեկուցում է, որ ռեսուրս չունես, զոհեր ես տալիս։ Ռոբերտ Քոչյանը նշում է, որ պատերազմը չդադարեցնելը արժեցել է ավելի քան 2.500 զոհ, 5-6 հազար վիրավոր։ Այդ ում երեխու կյանքի հաշվին եք այդ որոշումն ընդունում։ Բոլոր այն ծնողները, եղբայրները, քույրերը, ում հարազատը զոհվել է հոկտեմբերի 18-ից հետո, պետք է իմանան, որ ամբողջությամբ պատասխանատու Նիկոլ Փաշինյանն է, որը կարող էր, բայց հրաժարվել է դադարեցնել պատերազմը։ Երևի մտածել է, թող զոհվեն, որ իրեն չասեն դավաճան։ Եթե չէինք հաղթում, ում երեխայի կյանքի հաշվին էր շարունակում պատերազմը։ Ցանկացած ԿՊԱ-կանի պետք է ամեն օր այդ հարցը տրվի։ Առավել ևս այն պահին, երբ ԿՊ-ն ասում է, ում երեխայի կյանքի հաշվին եք ուզում Արցախը պահել։ Հիմա հարցնում եմ, ում երեխայի կյանքի հաշվին չեք դադարեցրել պատերազմը։ Իսկ պատերազմը չկանգնեցնելը կառավարման անգրագիտության արդյունք էր, թե հրահանգված էր։ Սա պետք է հասկանալ ու նաև պետք է հասկանալ, թե այդ դեպքում ինչու որոշեց կանգնեցնել նոյեմբերի 9-ին։ Ինչու էր նրան պետք, որ պատերազմը կանգնեցնի Շուշին հանձնելուց հետո միայն։ Իսկ գուցե հենց Շուշին հանձնելն էր պետք, կապ չունի, ում երեխայի հաշվին։ Երկրորդ նախագահը, որը չուներ իշխանություն, չգիտեր ներսում ինչ է կատարվում, տեսնելով ու վերլուծելով պատերազմի վարման ձևը, երրորդ օրը արդեն հասկացել է, որ պարտվում ենք, որովհետև ամեն ինչն է կարել սխալ, ու սխալը շարունակել եք նաև պատերազմից հետո։ Ռոբերտ Քոչյանն ասում է, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված թուղթը եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը ճանապարհի մասին նույն բանն է։ Նիկոլ Փաշինյանը ստորագրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին այն չկատարեց, ինչը հանգեցրեց Լաչինի միջանցքի փակման ու Արցախի կորստին, որից հետո նոր գնաց Վաշինգտոն ու նույն բանը ստորագրեց։ Ինչու այդ դեպքում նույն ճանապարհը չէր համաձայնում տալ այն ժամանակ։ Նպատակը Արցախը լրիվ կորցնելն էր։ Իսկ ո՞րն էր նպատակը, որ այսօր, այսպես ասած, նախաստորագրել են պայմանագիր, որը չունի երաշխավոր։ Դա էլ է կառավարման տգիտության արդյունք, թե թելադրված է, որ հանկարծ որևէ մեկը չլինի պատասխանատու երաշխավոր։ Ռոբերտ Քոչյանն ասում է, ամենակարևոր հարցերից է բանակը մարտունակ դարձնելը, ու դա հենց նրա համար է, որ պատերազմ չլինի։ Իր օրոք այդպես էր։ Բանակը զինվում էր, մարտունակ էր ու եղել են ամենախաղաղ 10 տարիները։ Կարճ ասած, երկրորդ նախագահը նշում է, որ եթե այս բոլոր սխալները չլինեին 2018-ից ի վեր, ապա կշարունակվեր բանակցային գործընթացը եւ կընդունվեր մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակ։ Սրանք գնացին ամեն ինչ տալու, հանձնելու, ջախջախելու, ջախջախվելու ճանապարհով։ Իսկ ինչու այդպես չարվեց։ Մեզ համար ծայրահեղ կարևոր է իշխանափոխությունը, որ հասկանանք ինչի համար են բոլոր քայլերը արվել սխալ, տգիտության արդյունքում, պատվերի արդյունքում, հանձնարարության արդյունքում, գործակալ լինելու թե այլ պատճառներով։ Այս իշխանությունը շատ է խոսում 5-րդ Շարասյան մասին, բայց այս ամենը վերլուծելուց հետո պատկերացում է ձևավորվում, որ հենց նրանք գործել են մեր պետության մեջ որպես 5-րդ Շարասյուն, որպես տրոյական ձի։ Այդ ամենը պարզելու համար պետք է իշխանափոխություն։ Ինչքան շուտ դա տեղի ունենա,
այնքան շուտ մենք դուրս կգանք նոյեմբերի 9-ի մղձավանջից ու կկանխենք նոր սեպտեմբերի 27-ը։